Ալինայի թորատանը, ուր և նա մեր ավանդական հայկական լավաշի թխման արարողությունը։ Գեղեցիկ հարևաններով հավաքվել են այսօր
լավաշ թխելու եւ ասեմ, որ գյուղական միջավայրում որտեղ տեղի ունենում լավաշի թխման արարողությունը հավաքվում են հարևաններով կամ բարեկամներով եւ մեկը մյուսին օգնելով անցկացնում են լավաշի թխման process-ը։ Եվ այսօր բարեկամներով չեն հարևաններով են, ողջունում եմ ձեզ Տիկնայք, ձեզ ուզում եմ բոլորիդ նվեր տալ մեր տարազային կտորից կարված բրնիչները գազի համար, ուրախ-բարերի համար ուտագործեք, Տիկին Ալինան նաև ձեզ և այսօր հույս ունենք, որ այդ պրոցեսը այնքան գեղեցիկ կանցնի, որ հաճույք կպատճառի թե մեզ և թե ձեզ։ Մեր տանդուրն էլ բացա բոլորի համար, թող Աստված օրհնի այս ամեն ինչ որ անելու ենք, այս մեր լավաշի փառատոնը թող բոլորին հաջողություն լինի, մեզ էլ ուրախ ժամանց։ Մեր գեղեցիկ աղջիկներին նույնպես նվիրում ենք մեր տարազի կտորից կարած բնիչները, որպես հիշատակ այսօրվա խորհրդի Աստված օրհնի, առաջի հացը, մեր գործերի հաջողություն է։ Սելի բրի բազուկը հայրելի հարայելի, բաց թևիս բիլազուկը հոպայ զարգի ու թեքել է, բաց թևիս բիլազուկը հոպայ զարգի ու քել է, ամեն քեզի տեսնելիս, համ արցում համ զատիկ, ամեն քեզի տեսնելիս, Լավ ես բացում Ես շատ եմ սիրել լավաշ թխելը ու միշտ ուզում եմ լավաշ թխելի այս ավանդույթը պահեմ ես իմ ընտանիքում, իմ օջախում հարսանիքի աղջկաս ամուսնացնելուց ես արել եմ ամբողջ արարողությունը մեր հայկական ավանդույթը արել եմ թխում եմ, չեմ զլանում որովհետև ամենալավ բանն է այս աշխարհում լավաշ թխելը Ողջունում եմ ձեզ, սիրելի հյուրեր, սիրելի Զանգակատուն բնակավայրի բնակիչներ, այսօր Զանգակատուն բնակավայրում մենք ներկա կլինենք հայկական ավանդական լավաշ թխման արարողությանը։ 2014 թվականին լավաշը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում որպես հայկական ավանդական հաց և մշակութային արժեք։ Լավաշի պատմությունը ծագման պատմություն ունի շատ հին պատմություն և գալիս է դարերից, միավորելով Հայաստանի և ամբողջ հարավային Կովկասի մշակույթը։ Եվ հիմա մենք Զանգակատան բնակավայրում գտնվում ենք Տեր և Տիկին Սահակյանների օջախում, ուր և տեղի կունենա լավաշի թխման արարողությունը։ Լավաշը դա խմոր է գրտնակված, որը դափով խփում են թոնրի մեջ։ Իսկ թոնիրը ինքը հողի մեջ, փորված հողի մեջ տեղադրված վառարան է, որը տաքացնում են փայտի կրակով։ Եվ այսօրվա մեր միջոցառումը իրենց գեղեցիկ կատարումներով կզարդարեն Արարատի մշակույթի տան սաները։
Մինչև հացը հաց է դառնում, տաք քրտինք է նրա խառնում, բարում, ցանում, ջրում, քաղում, չոնեն ապա մի լավ աղում, ու նրանից հաց են տխում, հացը խառան, հաց կապ միգում, հաց խնկահան, անուշաբույն։